Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 12 Սիրտս մոմի նմանվեց, հալվեց փորիս մեջ, Սաղմոս 22:14 Մեր օրհնյալ Տերը հոգեպես գերճնշված վիճակում էր, մարդու հոգին դիմանում է իր հիվանդությանը, բայց վիրավորված հոգին ով կարող է մխիթարել, Առակաց 18:14 Հոգու խորին ընկճախտը ամենացավալին է բոլոր փորձություններից, Չարչարվող Փրկիչն ուներ բոլոր հիմքերը, որպեսզի կանչեր, ով Աստված մի հեռանա ինձանից։ Երբ սիրտդ ասես հալչում է այն փորձությունների ծանրությունից, որոնց դիմանում ես հենց այդ ժամանակ, ինչպես երբևէ մարդուն անհրաժեշտ է Աստված։ Ընկեր իմ, այս առավոտ մոտեցիր խաչին և հնազանդվիր, խոնարհվիր Փառքի Արքայի առաջ, որը կեղեքման ու ներքին օրհասի պահին ավելի ուժգին հոգևոր ընկճվածություն է զգացել, քան մեզանից որևէ մեկը։ Նշիր հավատարիմ քահանապետի նրա հատկությունը, որը կարեկցում է մեզ տկարությունների մեջ։ Թող մեզանից նրանք, ում տրտմությունը կապված է այն բանի հետ, որ իրենց լքել է հոր սերը, մտերիմ և սերտ շփման մեջ մտնեն Հիսուսի հետ։ Չտրվենք հուսահատությանը, քանի որ մեր Տերն այդ մութ միջանցքը մեզանից առաջ է անցել։ Մեր հոգիները երբեմն անհամբերությամբ փափագում են տեսնել Աստծո երեսը։ Նման դեպքում օգտակար է հիշել մեր քահանապետի կարեկցանքի մասին։ Մեր տրտմության կաթիլները կմոռացվեն նրա վշտերի օվկիանոսում, փոխարեն ինչպես կբազմապատկվի մեր սերը։ Հայտնվիր Քրիստոսի սեր, ուժգին ու խորը ինչպես ծովը մակընթացության ժամանակ։ Լցրու ինձ զորությամբ, ծածկիր իմ մեղքերը, հեռացրու հոգսերս, իմ երկրավոր հոգին վեր հանիր և դարձրու այն դեպի Փրկչի ոտքերը։ Եվ թույլ տուր ինձ հանգստանալ այնտեղ, որպես խղճուկ կոտրված խեցի, որին հարվածել են սիրո ալիքը, որպես խեցի, որը չունի ոչ արժեք, ոչ արժանիք։ Սակայն ես միայն ցանկանում եմ շրշնջալ նրան, որ եթե նա դեպի ինձ խորհի իր ականջը, ապա սրտումս կլսի սիրո խայտացող ալիքների կամացուկ ծփանքը, որն ինձ բերել է այնտեղ, որտեղ ես երջանկությամբ կապրեմ հավիտյան իր ոտքերի մոտ։